Մենք շատ կարճ կներկայացնենք, որ նժարի անունից րոպեների հետո մենք հանձնանքի մասին հաղորդում ենք ներկայացնելու։ Հաղորդման հիման վրա գլխավոր դատախազից պահանջում ենք քրեական վարույթ նախաձեռնեն հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող եւ հսկողության իրականացնող խորհրդի, ինչպես նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների խախտմամբ իրականացվող գործունեության համար ըստ էության մենք պահանջում ենք առնվազն երկու իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկել, որովհետև այդ իրավաբանական անձին դրանցում աշխատող պաշտոնյաները չեն հարգում Հայաստանի Հանրապետության օրենքները, ընդ որում չեն հարգում այն օրենքները, որոնք ընդունվել են Փաշինյանի օրոք եւ ընդունվել են այդ երկու իրավաբանական անձանց գործունեությունը ի նպաստ իշխող ռեժիմի համար ծառայեցնելու։ Այսինքն իրենք իրենց համար օրենքը գրել են եւ այդ օրենքը չեն ապահովում։ Կրկնակի հանցանք են գործում։ Եվ կարծում եմ այն հիմնավորումները, որոնք ներկայացրել ենք, նաեւ նժարը իրականացրել է հետազոտություն եւ անձեն աչքով նկատելի է, որ դիցուք հաղորդումներից մեկը, որը հեռարձակվել է, որը քաղաքական, հասարակական հանրային բնույթ ունի, 80%-ից ավել դեպքերում հաղորդմանը ուղիղ եթերին հրավիրվում է միայն ՔՊ-ն կամ որևէ նախարար կամ իշխող կուսակցության վարչության որևէ անդամ։ Ընդդիմության մասին ընդհանրապես խոսք չկա եւ կարծում եմ հիմնավոր է, եթե դատախազությունը հետամուտ եղած լիներ այս երևույթին, ապա շատ վաղուց արդեն գործերը հարուցված կլինեին, քանի որ իրենք չեն արել, ստիպված ենք այս բան մենք ներկայացնենք հաղորդումը։ Հաղորդումները բավականին շատ են, մենք թվարկել ենք, ես կարող եմ դրանցից մի քանիսի մասին ասել, օրինակ մեծ բանավեճ, դուրերից հետո գնացող հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ, հանրային քննարկում Տաթև Դանելյանի մոտ, հարցազրույցան Նա Դանելյանի հետ եւ այլն։ Սրանք այն հաղորդումներն են հատկապես, որոնք ունեն լսարան մեծ, հեռարձակվում են ամենալավագույն ժամերին հեռարձակումների համար, նրանցում հրավիրվող հյուրերը վերլուծությունը ներկայացված է, օրինակ այդ հաղորդումների ժամանակ մասնավորապես հարցազրույց Պետրոս Ղազարյանի մոտ հեռարձակվել է 217 անգամ 2025 թվականին։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցուց որևէ հոգևորական չի հրավիրվել, սակայն հրավիրվել է 5 կարգայլուց եղած հոգևորական։ Հրավիրվել է 217 հաղորդումից 136-ը միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից են հրավիրվել։ Մանրամասն վերլուծությունները ներկայացել ենք, եթե դատախազությունում հետամուտ լինեն, ապա առանց վարանելու կհարուցեն քրեական գործ, կնախաձեռնեն քրեական գործ եւ ինչպես նշեցի, խորհրդին եւ հանձնաժողովին կենթարկեն քրեական պատասխանատվության։ Ես տեղեկություններ չունեմ, ես չեմ հետևում վաղուց եւ չգիտեմ Պետրոս Ղազարյանը ինչով է զբաղված։ Մենք պատրաստ ենք, ընդդիմադիր ենք եւ պատրաստ ենք։ Եթե հրավիրեն, մենք պատրաստ ենք այնտեղ հենց հարցազրույցներ տալու։ Դուք հրավիր չեք ստացել։